2021 թվականին անհամբեր սպասում էինք բոլորս։ Բայց ցավոք սպասում էինք ոչ թե ամեն տարվա նման խնջույքի եւ ուրախության համար, այլ պարզապես միամտաբար, լավատեսորեն, աղոթքով ու փափագով ուզում էինք ազատվել 2020 թվականի ճիրաններից ու հավատալ, որ ցավն ու դառնությունը, հուսահատությունը կմնա հենց այդ անիծված 2020 թվականի մեջ։ Եվ ահա 2021 թվականն է։ Ոմանք կարողացել են հաղթահարել հուսահատությունն ու առաջ են շարժվում։ Ոմանց համար կորստի ցավն ավելի է սաստկացել։ Հանցանքի հետքով հաղորդաշարն ամեն տարի այս տոնական օրերին ներկայացնում էր հաշվետվություն արած գործերի, ձեռք բերած հաջողությունների եւ խրախուսող պարգևների մասին։ Ներկայացնում իրավապահ համակարգի ղեկավարներին, ովքեր իրենց հերթին հաշվետու էին լինում ձեզ անցած տարվա աշխատանքի ու ձեռքբերումների համար։ Սակայն այս տարի մենք չունենք նման եթեր։ 2020 թվականի ծանր ամփոփման իրավունքը հայ զինվորինն է։ Մեր ստացած խրախուսանքը նրանցից շատերի մազի թելից փրկված կյանքն է եւ որդուն վեր գտած ժպտացող մոր աչքերը։ 2020 թվականի հաշվետվության մեջ երբեք չպետք է մոռանալ անմահացած մեր հերոսներին, վիրավոր այն տղաներին, ովքեր ապրելու են մեզ հետ նույն քաղաքում, նույն բակում կամ միևնույն տանը, ու հենց իրենց գոյությամբ հիշեցնելու են, որ մենք պարտական ենք հենց իրենց մեր ապրելու համար, 2021-ի համար։ Ուստի հենց շնորհակալ սրտով պետք է սկսել 2021-ն ու գերդնել առավելագույն ջանքեր ապրելու ու արարելու մի քանի հոգու փոխարեն։ Մենք դա կարող ենք։ Տասնինամյա Մկրտչյան Հարությունի համար, ով ծառայությունն իրականացրել է Արցախում, խրախուսումը եղել է անակնկալ։ 20 տարին չբոլորած երիտասարդն արդեն հասցրել է անցնել ոչ միայն պատերազմի բովով, այլև արժանանալ հրամանատարի կոչման։ 19 թվականն եմ ծառայության անցել Արցախում հորաթաղում, արդեն տարի ու կես անցել է։ Հարությունը բանակից հետո մտադիր է ուսումը շարունակել Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի բաժնում։ Կյանքում ունի շատ նպատակներ ու երազանքներ, որոնք պետք է հասցնի ավարտին, սակայն առաջնայինն ու կարևորը հայրենիքին ծառայելն է, որը պետք է անպայման շարունակի։ Ասում է բանակը կոփում է տղամարդուն, դասեր տալիս կյանքի եւ ցանկացած տղամարդ պետք է հայրենիքին ծառայի։ Թե ծառայության ընթացքում, թե դժվար պահին դժվարություն տանալով ավելի ես կոփվում, կյանքը սկսում ես գնահատել։ Պատերազմական գործողությունների մասնակից է եղել առաջին իսկ օրից։ Մարտական ընկերներին օգնել է ինչով կարողացել է, որի համար էլ արժանացել է հրամանատարության խրախուսանքին։ Թեպետ Հարությունն ամոթխած է խոսում այդ մասին, բայց կարծում է, որ այս պատերազմից հետո գովեստի եւ երախտիկի արժանի են բոլորը, այդ թվում իր մարտական մյուս ընկերները։ Իշտ ասած տեղյակ չեմ եղել, ստեղ եմ տեղյակ եղել, որ զանգել ասել են, որ ասեմ մի հատ են եղել կամ շատ են եղել, համերը ամեն օր էլ է եղել, այդ պատերազմի թեժ դաշտում հրետանավորի համար սա արդեն ռիսկային է, ու ասեմ, որ մենակ չեմ եղել, իմ հետ եղել է իմ անձնակազմը, իմ տղաներն են եղել, որոնց շատ շնորհակալ եմ, իմ հետ, չգիտեմ, չեմ պատկերացնում առանց իրանց ինչ կլներ էլ այդ ժամանակ։ Բնավորությամբ զուսպ, բայց միևնույն ժամանակ ուժեղ 19-ամյա հրամանատարն այսօր չի ուզում խոսել եւ հիշել այդ դժվար օրերը։ Դա ոչ միայն տխուր հիշողություններ է արթնացնում, այլ նաեւ ռազմական գաղտնիք է պարունակում։ Ինչպես ասում են, երիտասարդ է, բայց խելացի։ Առաջին գծի տղաներին օգնում ենք ամեն հարցով, էլի կարող է մեր օգնության պատճառով իրենց, չգիտեմ, գործողությունները ճակատագրական լինեն։ Ես sense մի բան եմ լսել, որ իրենք հաս սպասել են, երբ ենք աշխատելու, ու ինձ թվում է, չգիտեմ, տղաներին այդքան էլ չենք հիասթափացրել։ Հայրենիքն իմ տունն է, ծնողներն ու ընկերները, որոնց շատ եմ սիրում եմ, քանի որ ապրում եմ այս երկրում եւ կրում եմ հայ լինելու պատիվը։ Ասում է Հարությունն ու հավելում, որ այս պատերազմը ոչ միայն հայի եւ ադրբեջանցու արդեն ավանդական դարձած բախումն էր, այլ ուներ բոլորովին այլ բնույթ։
Շո քաղաքների կռիվ չէր, կրոնի կռիվ էր։ Յուրաքանչյուր արկի հետ վախն ավելի ու ավելի էր անտեսվում ու անհետանում։ Նկատում է նա ու շարունակում, որ սահմանում վախի մասին ոչ ոք չի մտածում։ Այս պատերազմը շատ բան տվեց, բայց ավելի շատ նաև տարավ։ Շատերի կյանքն էլ փոխեց։ Ոնց ասեմ, այդ բանն այնքան շատ են եկել արդեն այդ զգացողությունները կորել են, ասեմ վախ կար ավելի շատ, ինչքան մոտիկ այնքան դեթանք բախկվենք այդքան բան ու հակահարված տանք։ Մեր հակահարվածից էր կախված։ Թե հակահարված չտանք, ինչ-որ չափով վախենենք, իրանք են ինձ մեր վրա աշխատելու։ Թեև չի ցանկանում խոսել այդ մասին, բայց հիշում է յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր պահը, հատկապես մարտական ընկերներին, որոնց շատ կկարոտի։ Տղաներից մեկը ասեց, ինձ թվաց կատակ անում, ասեց կրակում են, ասի լավ, ասի կատակ մի արա էլի, տենց կատակներ չեն անում։ Հետո մի քանի վայրկյան հետո իսկական հասկացա, որ կրակում են։ Կրակը դադարելու մասին իմացել է նոյեմբերի լույս 10-ի գիշերը։ Այդ ժամանակ եղել է Մարտակերտում։ Այդ ընթացքում ոչ ուրախության զգացողություններ ունեցա, ոչ է տխրության։ Ուղղակի մի քիչ զարմանք եմ ապրել։ Այս նոր տարում երիտասարդն իր ընկերներին եւ հայրենակիցներին մաղթում է խաղաղ երկինք եւ երջանկություն։ Մենակ խաղաղություն։ Ուրիշների ցանկություններ չունեմ։ Դավիթը 6 անհետ կորած այն երիտասարդներից մեկն է, ով պատերազմից ամիսներ անց ընկերների հետ միասին հայտնաբերվել էր Արցախում։ Շուրջ 70 օր պայքարելուց եւ այս գյուղից այն գյուղ դեգերելուց հետո տղաներին հաջողվել էր կապ հաստատել եւ հայտնել իրենց գտնվելու վայրի մասին։ Ապրես անունը կրող մի մարդու տանը զինծառայողները վերգտել էին ապրելու եւ պայքարելու հույսը, թաքնվել եւ հայթայթել կերակուր, սնվել եւ հնարել հեռախոսը վերալիցքավորելու հնարավորություն, ինչի արդյունքում էլ 16 հոգանոց խմբից 6 զինծառայողի հաջողվել էր փրկվել եւ չարժանանալ իրենց զինծառայող մյուս ընկերների ճակատագրին։ Դավիթն այսօր արդեն տանն է եւ ապաքինման փուլը հաղթահարում է հարազատների ու մտերիմների ջերմ ընկերակցությամբ։ Մեր լրագրող Արմինե Եփրեմյանը տեսանյութը վերագրել է «Ապրես, որ ապրեցրել ես»։ Տիկին Ալինը նկարահանումների ժամանակ